Մասիսի քաղաքապետը մեղավոր ճանաչվեց 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար, դատապարտվեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման, նա սակայն Հայաստանում չէ։ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների Երևանում եւ Ստամբուլում հանդիպումները բուռն քննարկումների տեղիք են տվել։ Տանգոն մենակ չեն պարում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես 6 տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրեց գրավը, ընտրեց կալանքը։ Նրա փաստաբան Զորայր Հարությունյանը ազատությանը փոխանցել է, որ բողոքարկելու են այն վերաքննիչ Ատյանում։ Դավիթ Համբարձումյանն էլ մեղքը չի ընդունում։ Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակում Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Ըստ իրավապանների 2018 թվականի ապրիլի 22-ին ժամը 16-ից 17-ի սահմաններում Հայանիստ Հովտաշատ Խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Ավելի վաղ Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը դեռ շուրջ 1 ամիս առաջ ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել, գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ չկան բավարար չափով ապացույցներ։ Այս տարվա հունիս ամսին էլ Հանրապետական կուսակցությունը հենց Համբարձումյանին որոշեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար Սերժ Սարգսյանը իր պատիվ ունեմ խմբակցությանը առաջարկեց թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին։ Մասիս համայնքի ղեկավար Համբարձումյանը անդրադարձել է իրեն ազատազրկման դատապարտելու որոշմանը, նշելով, որ քրեական գործի մեջ իրեն մեղսագրվող արարքների որևէ հիմնավորում չկա, ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք, որը կարող էր թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը, բառից բուն իմաստով ոչինչ, 7.5 տարի անց ինձ շինծ ու գործով շուտապույտ ազատազրկելու որոշումը խոսում է այն մասին, որ իմ դեմ կիրառված պատժամիջոցը բացառապես քաղաքական է։ Շարունակելու եմ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը օր առաջ ազատվի դավաճան իշխանություններից։ Իմպիչմենթը եղել եւ շարունակում է մնալ Նիկոլից օր առաջ ազատվելու միակ տարբերակը, ասել է Համբարձումյանը։ Նա նաեւ նշել է, որ վերադառնալու է Հայաստան, որովհետեւ վճռի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ նա հոկտեմբերի 18-ին լքել է Հայաստանը եւ գտնվում է Մոսկվայում։ Շաբաթասկզբին Գյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված ավելի քան 3 տասնյակ քաղաքացիներից 15-ը կալանավորվել է, 3-ը տնային կալանքի տակ կմնան, բացակայության արգելքով, մեկի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել։ Կալանավորվածների թվում են նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները, մեկը Ավագանու Կոմկուս խմբակցության անդամ Գևորգ Ղուկասյանն է, մյուսը Նարեկ Ղուկասյանը։ Ձերբակալված անչափահասներից մեկը մեղադրյալի կարգավիճակ ունի, տնային կալանքի տակ է երկրից բացակայելու արգելքով։ Զանգվածային անկարգությունների հոդվածով այս գործը հարուցվել է նույն այն օրը, երբ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Այդ օրը նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի մոտ։ Երբ Ղուկասյանը ձերբակալվեց ու տեղափոխվեց Երևան, Գյումրի բերված մեծ թվով ոստիկանների եւ քաղաքապետի աջակիցների միջև բախում եղավ։ Քննչական կոմիտեն ասում է, որ մեղադրյալները կոչ են արել փակել քաղաքապետարանի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց։ Վնասել են ոստիկանության մեքենաների անվադողերը, քաղաքապետարանի գույքը եւ ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր կրակայրիչներ են նետել։ Դատարանը նաեւ 2 ամսով կալանավորել է մեր ձևով շարժման Գյումրիի համակարգող փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Երեք այս գործով նաեւ Գյումրիի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել, մեկը Վարդան Ղուկասյանի խորհրդականը, մյուսը Ապօրինի շինությունների բաժնի պետի պաշտոնակատարը։ Քննչականը գործը հարուցել է բավականին ծանր, զանգվածային անկարգություններին մասնակցելու, խմբով արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու, զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելու հոդվածներով։ Եվ այժմ կզրուցեմ Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Իոաննոսյանի հետ։ Ողջույն պարոն Իոաննոսյան, շնորհակալություն միանալու համար։
Ալեմ հրավերի համար։ Պարոն Յանոսյան, նախ սկսենք Մասիսի քաղաքապետի, վերջապես 7 տարի անց դատավճիռ է հրապարակվում, նա ազատազրկվում է 6 տարի 3 ամիս ժամկետով եւ հետո պարզվում է, որ ինչպիսի անակնկալն է Հայաստանում չէ։ Ես նաև նշեցի, որ նախկինում կիրառված գրավը, արգելքը եւ այլն դրանք վերացվել են, ու շատ հետաքրքիր իրավիճակ է էլի ստեղծվում։ Սա կարծես նաև խոսում է մեր դատական համակարգի մեղմ ասած ոչ բարվոք վիճակի մասին։ Հիմա այստեղից մենք կարող ենք ողջամիտ հետևություններ անել, չէ՞, որ այս մարդուն իրազեկել են, որ շուտով վճիռը լինելու է, այնպես որ եկեք հանենք այս արգելքը, դու Հայաստանը լքի եւ հետո արդեն ամեն ինչ կորակենք քաղաքական հետապնդում։ Ու տեղներած պահին էլ չենք վերադառնա Հայաստան, ինչպես իր օրինակ նախորդները Միքայել Հարությունյան, Գևորգ Կոստանյան եւ այդպես շարունակ, էլի ցանկը երկար է։ 4 օր սպասենք, ամսի 28-ին ինքը ասել է, որ ամսի 28-ին պետք է վերադառնա։ Սպասենք տեսնենք, վերադառնում է, թե իր գործողումն էլ է ձգվում, նենց ոնց որ ձգվեց։ Հիշում եք Գևորգ Կոստանյանն էլ էր ասում, հա 3 օրից գալիս եմ, ես սեմինարը վերջանա գամ, դասավանդում եմ։ Գալիս եմ, ու տենց 2-3 օրից ինչ մի քանի տարի է տեղում։ Սպասենք մի քանի օր, եւ նաեւ բայց ես չեմ բացառում, որ այո, ինֆորմացիա են փոխանցել։ Տեսնենք, եթե ես ճիշտ եմ հասկանում, այդքան մանրամասն չեմ հետևել, բայց սա դեռ ոնց որ առաջացել դատարանի վճիռն է, այսինքն կարող է դեռ բողոքարկվի, բայց եթե ես նաև ճիշտ եմ հասկանում, բողոքարկվելու ընթացքում ինքը կալանքի տակ է լինելու։ Սա է, բայց այո, Հայաստանում արդարադատությունը շատ դանդաղագործում, սարսափելի է դանդաղագործում։ Գիտեք, մի օրինակ բերեմ, էլի, ոչ քրեական արդարադատության։ Շատերը, բայց մի օրինակ, որ ցույց տամ, թե ոնց է այդ արդարադատության դանդաղությունը, այս հասարակության սոկերը քամում։ Նայրինա Սարգսյան շատ խոսում սրա մասին, վարչապետի նախկին օգնական, ուրեմն այս հյուսիս-հարավ ճանապարհը Երևանով անցնող մասը վերջը Մալացիա Սեբաստիա վարչական հատվածում ընդհատվում է։ Սիրուն ճանապարհ գալիս է աշտարակից 16-17 թաղերի արանքով, այնտեղ գնում հասնում է Մալացիա Սեբաստիա, մի 200-300 մետր ընդհատված է, հետո էլի շարունակում է Մալացիա Սեբաստիա, էլի սիրուն ճանապարհ, մոստերով, էստակադաներով, ամեն ինչով սարքած, բայց չի օգտագործվում, որովհետև մի 200-300 մետր անց հատվածի սեփականատեր վերջը դատի է տվել, իր հողը չի տալիս, որ հյուսիս-հարավ տեղով սարքեն, դատարանում երկար, չեմ ուզում մտնեմ նրա մեջ, ով ատեղ ճիշտ, ով սխալ, քաղաքացին է ճիշտ, քաղաքապետարանն է ճիշտ, էական չի, այդ գործը տարիներ է տևում, ամեն նիստը նշանակում են 4 ամիս հետո, հերթական նիստը եղել է փետրվարին, եղել է հոկտեմբերին, հիմա հաջորդ նիստը նշանակել են փետրվարին, գնում ես այդ հատված, տեսնում ես մեքենաները խցանումների մեջ, տասնյակ հազարավոր մարդիկ օրեկան չգիտեմ ինչքան ժամանակ են կորցնում այդ խցանումների մեջ, բենզին են կորցնում, այդ խորթու բորքանդած հատվածում խադավոյ են կորցնում, մարդիկ ռեալ մարդիկ ռեալ ինչ-որ բաներ են կորցնում, որովհետև դատավորը նիստերը նշանակում է տենց մի 4 ամիսը մեկ։ Եվ որակներ ավարտեք այդ նիստերը, արագացրեք այդ նիստերը, ավարտեք ով ճիշտ ով սխալ, ով ինչքան կոմպենսացիա պետք է տա, այդ հարցը փակվի, ճանապարհը սարքվի, երևանցիներս գոնե այդ հատվածի մասով մի քիչ հանգիստ շունչ քաշենք, հա, խցանումների կոնտեքստում։ Չէ, դատավորը 4 ամիսը մեկ, ես իվա չգիտեմ այդ դատավորը օբյեկտիվ է, որ 4 ամիսը մեկ է նշանակում, թե հատուկ է ձգում, թե իրոք չգիտեմ, բայց սա վառ օրինական դրա, թե ոնց է արդարադատության դանդաղությունը ուղղակի հասարակության սոկերը քամում։ Եվ սա արտահայտվում է քրեական արդարադատությամբ ինչ տեղի ունեցավ Փարաքյարում։ Ըստ էության հետևյալը մի հանցագործություն տեղի ունեցավ, ամիսներ անց արդարադատությունը այնքան դանդաղ էր գործում, որ այդ հանցագործությունից ուժածների հարազատը որոշեց վենդետա անել։ Վենդետա էր, չէ, սպանությունը վենդետա էր։ Համայնքապետի սպանությունը վենդետա էր։ Այո,
որ մարդիկ գնալու են վենդետա անեն։ Ես չեմ ասում այն կոնտեքստում, որ ես արդարացնում եմ վենդետան կամ իհարկե ոչ, բայց օբյեկտիվ իրականություններն է, որ մարդիկ դա անում են, մարդիկ տեսնում են ապետությունը արդարություն չի ապահովում, որոշում են իրանց խելքի պատկերացրածի չափով իրանք արդարություն ապահովեն, այդ թվում վենդետայով, մեկը վենդետայով, մյուսը գողականներին դիմելով, հա, փողոց չեն տալ, չի կարողանում դատական համակարգով հետ ստանա, գողականներին է դիմում։ Էսա արդարացան համակարգի դանդաղության հետևանքները սրանք են։ Բայց պարոն Յանոսյան, օրինակ նույն Դավիթ Համբարձումյանի մասով, հա, այն հոդվածներով, որով նա անցնում էր, արդյոք դրանք ենթադրում էին, որ կարելի է, այսինքն այն ծանրության հոդվածներ չէին, որ դրանցով չէր կարելի, այսինքն այս մարդուն թույլ տալ երկրից բացակայել եւ այլ, ինչպես է դա տեղի ունեցել առհասարակ, սա եւս կարող է քննության առարկա դառնալ, թե ոչ։ Ես հիմա ասենց չեմ կարող ասել ինչ խափանման միջոց, որ ընտրվել էր այդ խափանման միջոցը ինչքանով է հիմնավոր, ինչքանով հիմնավոր չի գործի նյութի մանրամասներին չտիրապետելու համար։ Ոնց որ իսկական սխալ կլինի այդ թեման մտնել եւ միարժեք։ Այն որ ընդհանուր առմամբ այդ խնդիրը կա ու հաճախ տեսնում ես ռեալ հանցագործին չեն տալիս խափանման միջոց նորմալ, ինչ որ մեկին ասենք պայմանական Աճապաղյանին խափանման միջոց ընտրում են կալանքը, էլի դուրս չի։ Նորից ես կասկածի տակ չեմ դնում, որ Աճապաղյանը այդ հանցագործությունը գործել էր։ Ես եմ հաղորդում տվել, ասել եմ հանցագործություն է գործել, դատախազությունը ինձ է պատասխանել, որ չի գործել էլ ժամանակին, բայց կալանք, ինչի կալանք։ Աճապաղյանը որ մնար ազատության մեջ ինչա գոյություն չունեցող վկաների վրա էր ազդելու, թե փախուստի դիմելուց 1100 ձև կա, տնային կալանքի վերջո կարելի վերջը։ Բայց միաժամանակ, որ խոսում ես ոստիկանների հետ, իրավապահների հետ, շատ հաճախ նորմալ ոստիկանների մասնախոսք է, էլի նորմալ հանցագործության դեմ պայքարի իրենց առաքելություն համարող ոստիկանների։ Ասում են մարդուն քանի անգամ գնում բռնում ենք ինչ-որ հանցագործության վրա, չգիտեմ, ջեպկիրին բռնում ենք ջեպկիրության վրա, տանում ենք դատարան թողում է, հետո էլի գնում է ջեպկիրություն անում, հետո էլի գլխի վրա ենք կանգնում մի ձև սրան բռնում ենք, էլի տանում ենք դատարան, դատարանը խափանման միջոցն են ընտրում, որ էլի այս մարդը դուրս է գալի, էլի հանցագործության գործ։ Ջեպկիրների մասով, այս ավտոմեքենաների վրայից պահեստամասեր գողացողների մասով։ Ասում ես ոնց մարդ հանցագործությունը կրկնում է դատարան, դու իրան կալանք չես տալիս, փոխարենը ասենք, չգիտեմ, Աճապաղյանին կալանք ես կիրառում, լուրջ չի էլի։ Ինչի մասի քաղաքապետի օրինակ չեմ բերում, որտեղ այդքան դետալները չգիտեմ էլի այդ գործի, դրա համար պնդում չեմ կարողանում, բայց շատ հնարավոր է, որ այո, այդտեղ էլ անարդարացի մեղմ խափանման միջոց էլ ընտրվել, չեմ բացառում, իհարկե։ Պարոն Յանոսյան, դուք նաև նկարագրում եք դատական համակարգ, օրինակ մենք կարող ենք հիշել այս Գյումրիի վերջին դեպքերը, չէ՞, երբ այդպես գնացին մի 5 ժամում նոր կարողացան նաև դուրս բերել, ձերբակալել Գյումրու համայնքապետին եւ այլն, ու նման բաներ մենք շատ ենք տեսնում, եւ թե ինչ էր կատարվում։ Հա, աջակիցներին կոչը հավաքվել, խանգարել իրավապանային էս անել, այն անել, չգիտեմ, նաև տպավորություն է ստեղծվում, որ տոտալ թքած ունենալու վերաբերմունք է ինստիտուտների նկատմամբ, այդ ինստիտուտները կարողությունների եւ հեղինակության լուրջ խնդիր ունեն կամ դիտմամբ արվում է, որպեսզի այդ ինստիտուտները դեմոնիզացվեն կամ ապա լեգիտիմացվեն, ես չգիտեմ, հա, արդեն ինչ մտածեմ։ Ու հարցը այն է, որ մենք այս մեր աշխարհաքաղաքական բարդ process-ների փուլում, մեծ հավակնոտ պրոյեկտների, նախագծերի իրականացման փուլում այսպիսի դատա իրավական համակարգով ենք գնում այս դժվարին ճանապարհը։ Այս դատա իրավական համակարգն է ժողովրդավարության, պաշտպանության թիկունքը։ Այս դատա իրավական համակարգը չի կարող ժողովրդավարությունը պաշտպանել։ Ես երեք մի հանդիպման էի, որտեղ դա վերջը Հայաստանի բարեկամ երկրներից մեկից դելեգացիա էր եկել, հետները քննարկում ենք եւ իրաց հարցը մոտարապես հետեւյալն էր։ Ասում են իսկ ոնց որ Հայաստանը կարա իրան պաշտպանի հարցը վերջեական չի հարցը
եւ ոչ միայն իմ գնահատականն էր, որ Հայաստանի դատաիրավական իրավապահ համակարգի կարողությունները այնքան չեն, որ իրանք կարողանան պատշաճ չենել օրենքի սահմաններում գործելու դեպքում պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի կողմից զավթելու զավթական գործողություններից, հա, ինչ որ նախադասություն չստացվեց։ Չեմ կարող երբ այս տխուր իրականությունն է։ Կներեք, իրավապահ համակարգում մարդիկ են աշխատում, որոնք ոնց ասեմ, email-ից ու flip chart-ից օգտվել չգիտեն։ Սա որպես օրինակ եմ բերում, էլի։ Բոլորի մասին չի խոսքը, էլի, այնտեղ իհարկե կան շատ կոմպետենտ գրագետ, այնտեղ մարդիկ կան, որոնք որ գնում են աշխարհի առաջատար համալսարաններում դասախոսություն կարդում գալիս են։ Նույն ոստիկանություն, տենց մարդիկ կան։ Բայց այդ մարդիկ բացառություն են, էլի, համակարգի մեծ մասը ինչ որ լրիվ մնացել է սովետական միությունում։ Պրովակի մնացել են սովետական միությունում, սովետական միությունում մնացած ներեք իսկ հանցավորությունը ամեն տեսակի հանցավորությունը աճել է, զարգացել է։ Այդ թվում հանցավորությունը, որը աջակցում է Ռուսաստանի հիբրիդային գործողությունները Հայաստանի դեմ։ Այդ տեսակի հանցավորությունը, հա, ենթադրենք նական հանցագործությունները, ժողովրդավարական մեխանիզմների հետ կապված հանցագործությունները, հավաքների հետ կապված հանցագործությունները, արդարադատությանը խոչընդոտելու որոշ դրսևորումները, քաղաքական ֆինանսավորման հետ կապված հանցագործությունները, այդ հանցագործությունները պետք է արժանանան դատաիրավական համակարգի հակազդեցությանը, բայց դատաիրավական համակարգը չի կարող, ի վիճակի չի։ Հիմա այդ է մեր երկիրը, կներեք, պատերազմի ժամանակ ոնց էր, ի վիճակի էր մեր բանակը ադրբեջանական բանակին հակազդել։ Չէ, հարձակումը դանդաղացնում էին, կանգնացնում էին, ցավացնում էին, բայց կանգնացնել չէ, հիմա նույնս տեղով պետք է ամեն ինչ անել, որ արդյունքը չլինի, նույնն է ինչ որ եղավ պատերազմի ժամանակ։ Լավ, բա այդքան բան է արվում, ինչի արդյունք չի տալիս, հա, այդ բարեփոխումները, այդ ցուցումները, չգիտեմ, դուք նաև ինչ որ հասարակական խորհուրդներ կան, մասնակցում եք ինչ որ պրոցեսների, բա լավ, ցուցումները լուրջ չի։ Դե բարեփոխումները, հա, ինչ որ բաներ փոխվում, ինչ որ բաներ փոխվում։ Հա, համազգեստը փոխվում։ Դատաիրավական համակարգի կարողությունները հիմա ու մի քանի տարի առաջ, հա, իապես տարբեր են։ Նայում ես օրինակ հիմա հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում կարողացել է անել շատ գրագետ օպերացիա։ Շատ գրագետ, որ կոմպոնենտով նայում ես, որ բաղադրիչով նայում ես, էլի, բավական գրագետ աշխատել են։ Ու զգում ես, որ դա պրոգրեսի արդյունք է։ Որ դա պրոգրես է, որ դա փոփոխություն է, որ դա բան է։ Ընդ որում այդ գրագետ օպերացիան զուգորդվել է գրագետ հանրային կոմունիկացիայով, ճիշտ պահին հանրությանը մանրամասներ տալով, սպառիչ մանրամասներ, ճիշտ ձևով տեղեկությունները հավաքելով, այնտեղ ներքին դիտում են արել, այնտեղ դրոն են օգտագործել, կոնկրետ մարդիկ դրել գրագետ օպերացիա են արել, ինչը ինձ հաճելիորեն զարմացրեց, որ նա չասեմ տենց ապշած էի, բայց հաճելի էր, որ հակակոռուպցիոն կոմիտեն կարողանում է, որտեղ ինքը ամեն դեպքում նոր կառույց, առավել ևս օպեր բլոկի մասով լրիվ նոր զրոյից ձևավորվող կառույց է, էլի, եւ շատ ինչ որ առումով ուրախացա, որ իրանց կարողությունները զարգացել են, հա, այսինքն ինչ որ բաներ փոխվում, չեմ կարող ասել չի փոխվում, բայց այդ փոփոխությունների տեմպը, արագությունը եւ ռուսների կիրառած ռուսների եւ Ռուսաստանի պրոքսիների, հա, կիրառած միջոցները, այդ միջոցների ծավալը, ձևը, դրսևորումը տենց միարժեք չի։ Ես համատում եմ Մոլդովայի հետ, մեր համատման հիմնական կետը Մոլդովան է,
Մոլդովան Հայաստանը քաղաքական համակարգի առումով իհարկե ավելի կայացած է, քան Մոլդովան։ Եվ Հայաստանը չունի այնց պրոբլեմատիկ ռեգիոններ, ինչպիսին է Մոլդովայի դեպքում Մերձնեստրական Գագաուզյան, բայց միաժամանակ ինստիտուցիոնալ առումով Մոլդովան շատ ավելի պատրաստված էր այդ հիբրիդային հարձակումներին հակազդելուն, քան Հայաստանը։ Իրանց այդ թվում նաև իրավապահ մարմինները, իրանց ընտրական մարմինները, իրենց կոմունիկացիան ապահովող մարմինները, հանրային կոմունիկացիան ապահովող մարմինները, որ ապատեղեկատվության էֆեկտը նվազի, շատ ավելի կայացած էին, քան նույնիսկ ընտրություններից բավականին առաջ, շատ ավելի կայացած էին, քան հիմա Հայաստանի համապատասխան մարմիններն են։ Եվ Հայաստանը նաև այդպես գնում է 2026-ի ընտրություններ։ Այո, եւ ասում եմ, այստեղ ինչ որ առումով մեր հույսը այնա, որ քաղաքական համակարգը մի քիչ ավելի կայացած է, եւ երկրորդ հույսը այնա, որ ընտրակաշարքի մասով Հայաստանում ավելի տենց լայն ընկալում կա, որ լայն հանրային ընկալում կա, ընտրակաշարքը վատնա ու ընտրակաշարքի նկատմամբ սանկցիաները շատ ավելի խիստ են, քան Մոլդովայում։ Այդ մասով էլ ենք մենք ընտրակաշարքի հետ կապված ենք մենք ավելի լավ դիրքում, քան Մոլդովան։ Եվ մեր հույսը դա է եւ քաղաքական համակարգի մի քիչ ավելի կայացված լինելը ու պրոբլեմատիկ ռեգիոններ չունենալը, հա, հույսները սրա վրա են դրել, թե չէ ինստիտուցիոնալ առումով Մոլդովան ավելի պատրաստված է, ավելի կազմակերպված է դիմադրում Ռուսաստանի հարձակումներին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցը Սիրիազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության համակարգող Դանիել Յոհաննիսյանն էր։ Հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ եւ երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան քննարկում, հայտնում են անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից։ Հայկական կողմից քննարկմանը մասնակցեցին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը եւ Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսքանդերլին, Քամալա Մամեդովան եւ Դիլարա Աֆանդիևան։ Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի եւ դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի, ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի հեռանկարները, հումանիտար հարցերը, տնտեսական եւ լոգիստիկ հնարավորությունները հարաբերությունների կարգավորման պարագայում, նաև վստահության ամրապնդման ուղղված հետագա քայլերը։ Հատուկ ուշադրություն դարձվեց խմբի համատեղ գործողությունների ծրագրի մշակմանն ու հեռանկարներին։ Այցի շրջանակում մասնակիցները հանդիպեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Մասնակիցները ընդգծեցին հասարակական լայն խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի ու մեդիայի ներգրավման կարևորությունը։ Հանդիպման ավարտին խումբը հաստատեց իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ նախաձեռնությունները, որոնք միտված են փոխըմբռնման խորացմանը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Իսկ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնեցին, որ քարտուղար Գրիգորյանը հանդիպել է Երևանում անցկացվող Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր սեղան քննարկման մասնակիցների հետ։ Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում նման ձևաչափն ընդգրկող հանդիպումների անցկացումը, որոնք միտված են դրականորեն ազդելու մարդկանց միջև շփումների հաստատմանը։ Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ հանրության տարբեր շերտերի ներգրավումը միմիայն ամրապնդելու է խաղաղությունը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հայկական կողմին միջոցառումը կազմակերպելու ու դրական մթնոլորտ ապահովելու համար։ Մասնակիցներն ընդգծել են նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը ուղղված փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը։ Հանդիպման արդեն երկրորդ մասում էլ անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին։
Իսկ ահա բուռն կրքեր հարուցած այս հանդիպումներին զուգահեռ փաստերի ստուգման հարթակը հայտնել է, որ ըստ աղբյուրների ադրբեջանական կողմից ի թվս այլոց ներկա է եղել նաև Դիլարա Էֆենդիևան։ Նա փաստերի ստուգման հարթակի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերից, երբ ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները արգելափակել էին այն ժամանակ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը։ Էֆենդիևան անձամբ է որպես այսպես կոչված էկոակտիվիստ մասնակցել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակմանը։ Այդ օրերին Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է մնալ անհնար։ Մինչդեռ Էֆենդիևան 2022 թվականի դեկտեմբերին հրապարակված տեսանյութում պնդում էր, թե իբր իրենք պատրաստ են միջանցք տալ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ Նա ասում էր, որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը ուզում է հաստատել, որ պատրաստ են միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի եւ բժշկական օգնության համար։ FIP-AM-ը դեռ այդ ժամանակ էր հերքել այսպես կոչված էկոակտիվիստի կեղծ պնդումը, ցույց տալով, որ Լեռնային Ղարաբաղում ծանր վիճակում գտնվող հիվանդները զրկված էին պատշաճ բուժօգնությունից Էֆենդիևայի եւ արգելափակմանը մասնակցած մյուս այսպես կոչված էկոակտիվիստների ապօրինի գործողությունների հետևանքով։ Իսկ Հայաստանի Կովկասի ինստիտուտից էլ հայտնել են, որ հոկտեմբերի 22-ին Ստամբուլում հայ եւ ադրբեջանցի փորձագետները քննարկում են ունեցել, որը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի եւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից գործող միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի կողմից։ Քննարկումը ծավալվում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հայկական կողմից միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Մենք փոփոխվում ենք, մեր շրջապատող աշխարհը փոխվում է, հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դա վերաբերում է երկրների կենսական շատ կարևոր շահերին, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում եւ դա նորմալ է։ Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից։ Հիմա սիրում են տանգոյի փոխհարաբերությունը, տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում։ Դա հենց դրա մասին է, ասել է դիվանագետը։ Մինչդեռ Կոպիրկինի խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն հանգում միայն տնտեսությանը, որքան էլ դա կարեւոր լինի։ Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն եւ ոչ այնքան միջպետական հարաբերություններ են, որքան ժողովուրդների միջև հարաբերություններ։ Եվ այս համատեքստում շատ կարեւոր է հարաբերություններում մարդասիրական օրակարգը։ Ռուսաստանի դեսպանը խոսել է նաև Թրամփի ուղու մասին ու նշել, որ հարցը բարձրացվում է Ռուսաստան-Հայաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Այդ թեման չի կարող չբարձրացվել։ Այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն Միացյալ Նահանգների հետ, բայց թեման կարևոր է եւ այն իհարկե չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում, ասել է դիվանագետը։ Նա նաև հիշեցրել է Մոսկվայի հիմնարար դիրքորոշումը, որը հնչեցվել է քաղաքական տարբեր մակարդակներում, Ռուսաստանը աջակցում է դեպի իրական խաղաղություն, իրավիճակի կայունացում, տարածաշրջանի բարգավաճում տանող ցանկացած քայլի։ Ինչ վերաբերում է կոնկրետ այսպես կոչված Թրամփի ուղուն, մենք սպասում ենք գործարկման մանրամասների, մեխանիզմների մասին ավելի կոնկրետ տեղեկատվության, ընդգծել է Կոպիրկինը։ Զրուցակիցս խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն է։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը ասում է, որ հիշեցնում է Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ Թրամփի ուղու հարցը քննարկվում է միայն Միացյալ Նահանգների հետ ու ասում թեման կարևոր է, այն արծարծվում է նաև Ռուսաստանի հետ երկխոսության շրջանակում եւ Հայաստան-Ռուսաստան բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Թրամփի ուղու հարցը բնականաբար բարձրացվում է։ Սրանով ինչ է ուզում ասել ռուսական կողմը, որ այդտեղ իրենք եւս դերակատարություն պիտի ունենան։ Դե մյուս կողմը ձեր նկարագրածի այն է, որ Ալիևն էլ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ խոսակցության ժամանակ էր
բախվել այդ փաստին, որ խոսել են Ռուսաստանի Դաշնությունից այն մասին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիման վրա պետք է լինի այդ շրջափակումը, այսինքն սա վկայում է նրա մասին, որ Ռուսաստանը իրոք շահագրգռված է եւ ամեն ինչ անելու է, որպեսզի իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանի եւ դարվում է թե Ադրբեջանի միջոցով, թե Հայաստանի Հանրապետության միջոցով եւ ես այս լուսի ներքո եմ փորձում ուրեմն պատկերացնել Ռուսաստանի Դաշնության դեսպանի հիշեցումը Հայաստանին, որովհետև գիտեք չափից դուրս հաճախ են հիշեցնում Հայաստանին ինչ-որ բաներ, մի օր Զախարովը, մի օր դեսպանը, մի օր Լավրովը եւ գիտեք ես կարծում եմ որ պետք է մի օր էլ ասենք որ գիտեք զբաղվեք ձեր հարցերով բավարար է մեզ հիշեցնեք մենք ամեն ինչ հիշում ենք ու կանում ենք այն ինչ որ մենք ենք ուզում ինչ որ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից շատ լավ էլի կարող են հիշեցնել բայց օրինակ 20-ից սկսած մինչև 22-23 համաձայնությունները, հա, եռակողմ, դրանք որքանով են ակտուալ եւ որքանով կարող են տեղավորվել օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակում։ Բացարձակ այլ իրականությունում ուրեմն ձևավորված փաստաթղթեր են, ինչի մասին որ դուք խոսում եք, եւ իրողությունը այլ է հիմա։ Այսինքն կապ չունեն հիմիկվա հետ դրանք այլոց։ Հողի վրա կատարվում են գործընթացներ, որոնք առոչինչ են դարձնում նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, շատ գործընթացներ գիտեք բնական զարգացումով բերել են այնտեղ, որ այդ նույն փաստաթղթերը իմաստազուրկ են դառնում, օրինակ նոյեմբերի 9-ով կա Լաչինի միջանցք, կա Արցախի բնակչության անվտանգության ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից նման իրողություն հողի վրա գոյություն չունի։ Այսինքն ոնց են պատկերացում Ռուսաստանում պետք է ժամանակը հետ դարձնենք եւ ուրեմն բերենք ռուս խաղաղապահներին Արցախ, հա, այդ Լաչինի միջանցքի այն ադրբեջանցի բաներին հետ տանենք, հա, որ պահանջում են բնապահպաններին։ Հա, ոնց են պատկերացնում այդ գործընթացը։ Շատ լավ, Ռուսաստանի դեսպանը ասում է, որ իհարկե կա երկխոսություն Հայաստան-Ռուսաստան, բայց տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ։ Ինչ է ասում սրանով։ Դե սրանով ինքը ասում է, որ իրանք պարում են, իսկ մենք չենք պարում։ Մենք սպասում։ Չգիտեմ ինչ ենք անում, բայց ամեն դեպքում Ռուսաստանի հետ չեմ կարծում, որ լավ զուգընկեր է պարելու համար։ Եվ կարծում եմ Հայաստանը պետք է, չգիտեմ, փորձի իր արտաքին քաղաքականության համար ուրիշ գործընկեր կամ ուրիշ զուգընկեր գտնի, որի հետ պարելը ավելի էֆեկտիվ կլինի եւ կբխի Հայաստանի Հանրապետության շահերից։ Հիմա անընդհատ, գիտեք, մենք ստիպված ենք լինում անընդհատ անդրադառնալ Ռուսաստանի քաղաքական էլիտայի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ սա օրինակ ինձ համար հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, այսինքն այդ անընդհատ ճնշումներով, անընդհատ տարբեր ոլորտներում, չգիտեմ, օրինակ Մարիա Զախարովան հայտարարում է, որ ուշի ուշով հետևում են Գյումրի իրադարձություններին, որովհետև այնտեղ կա 102-րդ ռազմաբազա։ Եվ ասում, որ հանկարծ այնպես չլինի, որ դատական համակարգի եւ նրա նկատմամբ վստահության միջեւ։ Ու ասում է մի մարդ, ով դատական համակարգի վրա թքած ունեցել տարիներ շարունակ, հա, հենց իրանց պետությունում։ Եվ սա ինձ համար ուղղակի մեր ներքին գործերի մեջ խառնվել է։ Սա նշանակում է Ռուսաստանի Դաշնությունը առանց ամաչելու, առանց կաշկանդվելու խառնվում է Հայաստանի ներքին գործերում։ Հիմա այդ ուշի ուշով հետևելն էլ թվում է թե ինքը հնչում է որպես пассив, հա, ինչ որ դիտորդ, այո, բայց իրականում մենք հասկանում ենք, որ շատ ավելի ակտիվ են Ռուսաստանի Դաշնությունը եւ նրա կողմից աջակցություն ստացող տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակները եւ ուղղակի ներգրաված են այս գործընթացներում։ Ակնհայտ է, չէ՞, եւ անընդհատ ես ուրեմն բերում եմ Մոլդովայի օրինակը, մենք տեսել ենք թե ոնց է դա աշխատում եւ տեսել ենք ոնց են Մոլդովայի իշխանությունները այդ ռուսական ազդեցության դեմ պայքարել եւ ցավոք սրտի ես անընդհատ գալու եմ այն կետին եւ պահանջելու եմ իշխանություններից որպեսզի ավելի կտրուկ եւ ավելի հստակ լինեն գործողությունները
մեր պետության ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը պահելու ուղղությամբ։ Իսկ ասելով ավելի կտրուկ եւ հստակ գործողություններ, օրինակ ինչ նկատի ունեք, եթե մենք իհարկե նաեւ խոսում ենք հիբրիդային պատերազմի կամ գրոհների տրամաբանության մեջ, ուզում եմ հիշեցնել սեպտեմբերին համաժողով կազմակերպվեց Հայաստանի դիմակայունության եւ համապարփակ անվտանգության վերաբերյալ, որտեղ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադառնալով հիբրիդային պատերազմին եւ դրա դեմ կիրառվող միջոցներին, այդ ամեն ինչը ժողովրդավարության տրամաբանության մեջ նշեց, որ իրենք հանգել են մի բանի, որ չգնան սահմանափակումների ճանապարհով, որպեսզի դրանով չտուժի նաեւ ժողովրդավարությունը եւ հենց չգնալ սահմանափակումների ճանապարհով նաեւ իշխանական ներկայացուցիչները մեկնաբանում են, որ դա նաեւ հանրությանը լավ հնարավորություն է տալիս պարզ տեսնել, համադրել ու թացը չորից տարբերակել, հա, այստեղ Մոլդովան գնում է սահմանափակումների։ Այսինքն շատ լավ հարց է։ Մենք եթե Հայաստանը հիբրիդային պատերազմի ժամանակ շատ կարևոր է նաև նույնականացնել, չէ, այդ պատերազմի կամ գրոհի աղբյուրը որտեղից է գալիս։ Եթե մենք այս երկու երկրի պարագայում նույնականացնում ենք, օրինակ դա Ռուսաստանն է, ապա գործիքակազմը կամ մեթոդաբանությունը, որ կիրառում են այս երկրների բավականին տարբեր է։ Երկու կարևոր ասպեկտ ձեր ասացից ուղղակի վերցնեմ եւ զարգացնեմ եւ շարունակեմ։ Առաջինը նույնականացումը։ Ես կարծում եմ, որ նույնականացման հետ խնդիր չկա, որովհետև անգամ ազգային ժողովի ամբիոնից մեր շատ ուրեմն ԿՊ-ի ներկայացուցիչներ, շատ պատգամավորներ հայտարարում են, որ վտանգը գալիս է Ռուսաստանից։ Այսինքն այդ իդենտիֆիկացիայի հետ կապված խնդիրը չկա, բոլորիս հասկանալի է, որ վտանգը այդ սպառնալիքը Ռուսաստանից է։ Երկրորդ մասով ճիշտ ասած հիշեցրեցիք մի համաժողով հենց հաջորդ շաբաթ մենք մեր կազմակերպությունը նախատեսում է մեծ էլի միջոցառում հենց հիբրիդային սպառնալիքների ուրեմն հարցերին վերաբերող բավականին ուրեմն բազմա դերակատար, այսինքն ակնկալում ենք ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցություն, կառավարության տարբեր օղակների անվտանգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության եւ միջազգային փորձագետների, այդ թվում նաեւ Մոլդովայից, Ուկրաինայից եւ Վրաստանից։ Հիմա տեսեք, բավականին բազմաշերտ է, այս հիբրիդային սպառնալիքների մասին որ խոսում ենք, հա, ինքը բազմաթիվ շերտերից է բաղկացած։ Այնտեղ կա կիբերանվտանգության հարցեր, հիշում ենք, որ ընդամենը վերջերս ռուսական այդ կիբեր ուժերը ուրեմն կոտրել են մեր պետական որոշ մարմինների կայքեր, հա, եւ դա տենց էլ մնաց անպատասխան, հա, ոչ մի բան չիմացանք, ոնց այդ խնդիրը լուծվեց եւ այլն եւ այլն։ Դրա մեջ մտնում է լրտեսական գործունեությունը, դրա մեջ մտնում են քաղաքական ճնշումները, դրա մեջ մտնում այն, որ շաբաթը երկու անգամ լարսն է փակվում եւ այլն, այսինքն այդ ճնշումները հիբրիդային շատ ավելի լայն սպեկտր ունեն, քան ուղղակի այդ տեղեկատվության, կեղծ տեղեկատվության տրամադրումը կամ կեղծ նարատիվների ձևավորումը։ Ուստի այստեղ շատ կարևոր է պետական մարմինների ներգրավվածությունը, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարության, ուրեմն արտաքին հետախուզության, նաև ուրեմն պետական անվտանգության ծառայության, այսինքն այդ բոլոր ինստիտուտները պետք է ներգրավված լինեն այս գործընթացներում։ Հիմա այս տեսանկյունից, եթե նայում եմ, դուք ասում եք սահմանափակումներ, Սահմանափակումները ոչ միայն ուրեմն Մոլդովայում են տեղի ունեցել, այլ նաև ամբողջ Եվրոպական միության տարածքում են։ Այսինքն մարդիկ նստում են անդամ պետությունները, մտածում են ինչպես պաշտպանել իրենց պետությունները, հա, եվրոպական պետությունները այդ Ռուսաստանից եկող սպառնալիքներից, որովհետև այդ սպառնալիքները արդեն հասել են Կոպենհագեն, հասել են Վարշավա, հասել են Թալին, Ռիգա, հա, այսինքն այս մարդիկ ուղղակի են տեսնում այդ սպառնալիքը եւ նրանք էլ են որոշել գնալ սահմանափակումների ուրեմն ճանապարհով։ Եվ իդեպ հենց կարևոր հագույն հարցը նա է, որ Եվրոպական միությունը, որը այդ ժողովրդավարության արժեքների առաջատարն է, հա, որ անընդհատ խոսում է ժողովրդավարության մասին, այսինքն հետ նահանջ ժողովրդավարությունից ուրեմն անելու մտադրություն չունի, մտածում են միջոցներ ու մեթոդներ, որպեսզի առանց ժողովրդավարության կորուստի այդ սահմանափակումները մտցնեն, այսինքն ժողովրդավարությունը չի նշանակում, որ դու սահմանափակումներ չպետք է մտցնես։ Սա նշանակում է, որ այդ սահմանափակումները պետք է լինեն իրավաչափ, այլոց, հա, շահերի եւ իրավունքների պաշտպանության գաղափարից եւ այլն, այսինքն անգամ այդ եվրոպական
օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ եւ պետությունը այդ սահմանափակումները կարող է մտցնել։ Հիմա ես չգիտեմ որն է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշել են որդեգրել այդ ճանապարհը, որ առանց սահմանափակումների ուղղակի հնարավորություն տալ քաղաքացիներին ընտրելու, հա, թե որ տարբերակն է իրանց ավելի ձեռնտու եւ որ ճանապարհով են իրենք ուզում շարժվել, բայց այստեղ վտանգը գալիս է բանում սպառնալիքը գալիս է նրանում, որ այդ նույն ռուսական տներում ռուսական մշակութային տները օգտագործվելու են X օրը որպես իրենց ուրեմն ընտրակաշառք բաժանելու մեխանիզմներ։ Այդ նույն օլիգարխները եւ նրանց ուրեմն աշխատակիցները տարբեր բիզնեսների օգտագործվելու են որպես ընտրակեղծարարության ուրեմն բաներ մեխանիզմներ, այսինքն սահմանափակումները շատ կարևոր են, անգամ ասեմ Գերմանիայի Դաշնությունում մարդիկ լրջորեն մտածում են ինչպես սահմանափակել այդ ալտերնատիվա Գերմանիայի համար կուսակցության հետագայում ընտրական գործընթացներում մասնակցելու հնարավորությունը, որովհետև ըստ նրանց դա նրանց գործունեությունը հակասում է իրենց սահմանադրությանը, ոչ միայն ծայրահեղաչական ֆաշիստական գաղափարախոսության տարածելու համար, այլ նաև որ դեմ են դուրս եկել սահմանադրությանը եւ ուրեմն համագործակցելով տարբեր ավտորիտար իշխանությունների հետ ուղղակի սպառնալիք են հանդիսանում Գերմանիայի ժողովրդավարության համար։ Այս նույն տրամաբանությունը մեզ մոտ պետք է դիտարկվի, եթե քո քաղաքական ուժերը խոսում են բելարուսացման մասին, հա, սուվերենության ինքնիշխանության կորուստի մասին, այսինքն դա սպառնալիք է։ Դու էլ ունես սահմանադրություն։ Ինչն է պատճառը, որ դու վախում ես սահմանափակումներ մտցնես եւ նման քաղաքական ուժերի ուրեմն ընտրական գործընթացներին մասնակցելու հնարավորությունը սահմանափակես։ Ոնց կարող է Ռոբերտ Քոչարյանը, որը թքելով սահմանադրության վրա երկու անգամ ընտրվել է, հա, հասկանում եք, չէ՞, այսինքն չունենալով Հայաստանի Հանրապետության այդ քաղաքացիությունը եւ չհանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում կարծեմ 10 տարի էր, չէ՞, ժամկետը, որ պետքա բնակվեր։ Չի ունեցել այդ մարդը, բայց կեղծիքի միջոցով այդ մարդը դարել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Հիմա հնարավորություն ենք տալիս այդ նույն մարդը, էլի գալիս է մեծ խոսալով, էլի գալիս է մասնակցում է քաղաքական գործընթացներում։ Սա է անհեթեթությունը։ Շատ լավ, այսինքն այստեղ մեր հետևությունը ո՞րն է, որ իշխանության համար այդպիսի քաղաքական դասավորվածությունը բավականին ձեռնտու է, թե չէ, եթե այս բոլոր դերակատարներին այդ տրամաբանությամբ, որ դուք նկարագրում եք, մենք սահմանափակենք նրանց մասնակցությունը ընտրական կամ քաղաքական գործընթացներին, ապա իշխանությունը ինքն իր հետ է սկսելու բանավիճել, կոպիտ ասած, եւ կամ այդ խնդիրը ունի իշխանությունը, հա, այս քաղաքական դասավորությունը իրեն որպես քաղաքական միավոր բավականին ձեռնտու է եւ իրեն նաեւ կենսունակ է պահում, կամ իշխանությունը լավ չպատկերացնում իրավիճակը, հա, այսպես ասած, նրանց ճիշտ չեն զեկուցում եւ ժողովրդավարության, երկրի դիմադրողականության մասին իրենց պատկերացումները բնավ իրականության հետ կապ չունեն ուրեմն։ Կարծում եմ իրենք շատ լավ պատկերացնում են իրավիճակը։ Տեսեք, մեր ուրեմն քննարկման ընթացքում կան երևույթներ, որոնք ուղղակի ցուցիչներ են, այսինքն օբյեկտիվ իրականության փաստեր են, եւ կան հարցեր, որոնք մեկնաբանության ուրեմն կախված մեկնաբանությունից տարբեր մեկնաբանություն կստանան։ Օրինակ դժվար է ասել, թե իշխանությունները կամ իշխող քաղաքական ուժը շահագրգռված է նման իդեմս ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյան Գագիկի ունենալ ընդդիմություն, որովհետեւ այդ պարագայում հա շատ հեշտ է հասարակության համենայն դեպս այն սեգմենտին, ովքեր որ պրո ժողովրդավար են, պրո քաղաքակիրթ աշխարհի հետ ուրեմն համագործակցության ուղղությամբ են գնում, հա նրանց համար շատ հեշտ է տարանջատել եւ ասել, որ սրանք տանում են պետությունը, չգիտեմ, բելարուսացման եւ այս քաղաքական ուժը ենթադրաբար տանում է դեպի եվրոպական միություն, դեպի ժողովրդավարական արժեքներ եւ այլն եւ այլն։ Բայց սա մեկնաբանության հարց է, որովհետև դա էլ շատ վիճելի է, թե արդյոք այդ քաղաքական ուժը, որը որ թվում է, թե այս պարագայում համեմատության մեջ տանում է մեզ դեպի ժողովրդավարական արժեքներ, ինչ որ պահի
չի օգտագործի այն նույն ուրեմն ավտոկրատ պետությունների ռեսուրսները կամ այն մեխանիզմները եւ տանի ուրեմն ավտորիտար համակարգի Դե կան դաշտում այդպիսի ուժեր որովհետեւ դա էլ շատ վտանգավոր է հիմա այդ տրամաբանությունից հայ ելնելով ես կարծում եմ որ շատ ավելի կարեւոր է երբ որ ուրեմն խաղը բաց է գնում Ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարևոր է իմ իշխանության գործելակերպի թափանցիկությունը եւ կանխատեսելիությունը, սա է ժողովրդավարության այդ բանի հիմնական պահանջը, չէ՞, պետք է կանխատեսելի լինի քո իշխանությունների գործողությունները քեզ համար։ Ես պետք է հասկանամ իրականում իմ իշխանությունները ինչ ճանապարհով են ինձ տանում։ Չնայած եթե օբյեկտիվ լինենք, եթե շատ օբյեկտիվ լինենք, մարդիկ հայտարարում են, որ ոչ մի ճանապարհով էլ չեն տանում եւ այդ բալանսավորման քաղաքականությունն է իրանց մոտեցումը եւ հետեւաբար պետք է ամեն ինչ անեն, անգամ այս պարագայում, որպեսզի այդ բալանսը ապահովեն Ռուսաստանի, Չինաստանի, չգիտեմ, Արևմուտքի միջև, ինչը էլի գալու եմ այդ կետին, որ ինձ համար ոչ իրատեսական մոտեցում է։ Ես ինչու հարց այդպես տվեցի, որովհետեւ օրերս էլ իշխանական падգամավորներից մեկը այստեղ, երբ խոսում էր իրավական համակարգի մասին, նա ասաց, որ ինքը որպես օրենսդիր կատարել է իր աշխատանքը եւ դա հենց այն կողմ իրեն ոչինչ էլ պետք չի իրենից պահանջել։ Օրինակ, հա, ասում է ես տարբեր չափորոշիչներ հաշվի առնելով, տարբեր ընթացակարգեր պահպանելով եւ այլն կատարել եմ օրինակ դատավորի ընտրություն, չէ, ազգային ժողովում, ասում եմ դա ինձ հետո է դատավորը այնտեղին չի անում արդեն, դա իմ իրավասության ներքո չէ, ես որպես օրենսդիր իմ պատասխանատու մասը իրականացրել եմ, հա, բայց այդպես որ նայում ենք գայս ենք իշխանության, սա որպես պատկերավոր օրինակ, հա, գայս ենք մեկ էլ հիշում ենք իշխանության այն մյուս պնդումը, որ մենք չենք զանգում դատավորներին, շատ լավ իսկ չենք բացառում, որ ինչ-որ մեկը զանգում է, չէ, եթե դուք չեք զանգում, եթե այդպիսի հարց կա կամ այդպիսի պատասխան կա հարցադրումներին, ապա բա ո՞րն է իշխանության ֆունկցիան էլ, եթե մենք չենք անում, դե հիմա եթե ուրիշները անում են, մենք ինչ անենք, դա անկախ մարմին է, անկախ իշխանություն է լրիվ եւ այլն, ու այդպես։ Իրականում շատ կարևոր հարց է, եթե անգամ տեսականորեն դիտարկենք այս հարցը, նույն ժողովրդավարական երկրներում գոյություն ունի պարլամենտական այդ վերահսկողության մեխանիզմը, որտեղ պարլամենտի ֆունկցիան է ոչ միայն օրենսդիր ֆունկցիան է, որ օրենքներ են մշակում, այլ նաև նրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը։ Եվ սա շատ կարևոր տարր է, եւ մեր մոտ պարլամենտը շատ թերանում է հենց այդ հարցում։ Այսինքն չկա պարլամենտական վերահսկողության պետական կառավարման տարբեր մարմինների վրա։ Եվ սա է ժողովրդավար ուժեղ ժողովրդավարական պետություններում պարլամենտական վերահսկողությունը կարևորագույն տարր է, երբ որ վերահսկողություն է իրականացնում պարլամենտը անվտանգային մարմինների նկատմամբ, հա նրանց կառավարման եւ այլն եւ այլն։ Հիմա այդ մասը ըստ էության կամ նույն դատական համակարգի բարեփոխումներում պարլամենտը նաեւ նույն կարևոր դեր է խաղում։ Հիմա այդ տեսանկյունից այդ ֆունկցիան պարլամենտը ըստ էության չի կատարում։ Բացի դրանից այդտեղ գալիս է նաև, գիտեք, նույն խոսում ենք հիբրիդային սպառնալիքների հետ կապված, պարլամենտը նույն եվրոպական երկրներում էլի շատ կարևոր ֆունկցիա է կատարում, որովհետև օրենսդրություն է մշակում, որպեսզի պետությունը պահպանի, հիմա մեր պարլամենտը այդ ուղղությամբ աշխատանք տանում է, թե չէ, ինձ համար բան հարց է։ Ну իմ ընկալմամբ չի կատարում։ Այսօր էլ միջև հիմա ամեն օր, այսինքն որոշում են թե ով է դեմ անկախության, ով ոչ, հələ այդ հարցն ենք որոշում։ Այդ դա որոշենք, հետո կսկսենք մշակել գործիքներ, որպեսզի պաշտպանենք այդ անկախությունը։ Չէ, դա իրականում դա այդպես չէ, իրականում հա պարլամենտը ըստ էության իր ֆունկցիան չի կատարում եւ դրա համար բազմաթիվ պատճառներ կան, հենց պատճառներից մեկը նա է, որ պարլամենտում գոյություն չունի այդ փոխզսպման եւ հակակշռների մեխանիզմը։ Ըստ էության այդ ընդդիմությունը, որ մենք ունենք, պարլամենտական ընդդիմությունը, նա ընդդիմություն չի։ Նրանց խոսույթը, նրանց գործելակերպը չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, Հայաստանի Հանրապետության նպատակներից եւ այլն, որովհետեւ եթե մենք ունենայինք ընդդիմություն, հա, որը իրականում առաջարկություններ աներ, թեկուզ գիտեք ամեն օր կռիվ լիներ, ամեն օր վիճեին եւ այլն, բայց դուք իմանայիք, որ դա տարբեր քաղաքական ուժեր են, որոնք գործում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
դա չկա եւ հետեւաբար այդ պարագայում հա ոնց որ մեխանիզմը թերի աշխատում եւ այդ դեպքում այդ նույն ազգային ժողովը իր վրա ֆունկցիա չի տեսնում։ Ես ասում եմ այսօր ինքը ընդունել եմ, վերջ, թե ոնց է իրականացվում, ես ընտրել եմ դատավորին, թե դատավորը ոնց է աշխատում, ես վերահսկողության մեխանիզմ չունեմ։ Հա, սա ինստիտուցիոնալ խնդիրներ են, որոնք պետքա իրոք, եթե մենք իրոք ձգտում ունենք ժողովրդավար պետություն դառնալու, մենք այս խնդիրները պետքա լուծենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Խաղաղության երկխոսություն կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանն էր։ Հայ ժամի համար այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։